ԱՄՆ-ում գրանցվել է COVID-ի նոր շտամ, որը օրեցօր տարածվում է, առաջին խոշոր բռնկումը գրանցվել է Կալիֆոռնիայում, այստեղ հիվանդները օր-օրի ավելանում են։ Բացի այդ, վարակի նոր օջախներ են արձանագրվել նաև երկրի արևելքում եւ Հավայան կղզիներում։ Վարակաբանների մի մասը զգուշացնում է, որ հնարավոր է կրկին անհրաժեշտ լինի դիմակների պարտադիր կրելը։ Մասնագետները նշում են, որ առողջապահական համակարգը պետք է պատրաստ լինի նոր ալիքի։ Մինչև կանցնենք հաղորդման մյուս թեմաներին, նշեմ, որ թողարկման վերջում ձեզ կծանոթացնեմ ԱՄՆ-ի ամենահակասական նահանգի հետ, Արիզոնայի, որտեղ շոկն ավելի վտանգավոր է, քան քաղաքական դեբատները, այնպես որ մի հեռացեք, մեզ իսկապես հետաքրքիր թեմա է սպասվում, իսկ մինչ այդ ծանոթանանք մյուս թեմաներին։ Նոր օրինագիծը կարող է միլիոնավոր ամերիկացի երեխաներին զրկել հարկային նպաստից, եթե ծնողները չունենան սոցիալական համար։ Թրամփն ու Պուտինը 75 րոպե խոսել են հեռախոսով, քննարկել են պատերազմն ու Իրանի միջուկային ծրագիրը։ Զելենսկին մեղադրում է Թրամփին ու ամբողջ աշխարհին Պուտինին հանդուրժելու եւ անպատժելիության միջավայր ստեղծելու համար։ Ֆլորիդացի տղամարդը փորձել է սեր խոստովանել Թրամփի թոռնուհուն, բայց խոստովանությունն ի վերջո ստիպված արել է ոստիկանների մոտ։ Նյու Յորքում սկսվել է պատմության ամենամեծ ավտոկայարանի վերակառուցումը՝ $10 միլիարդ արժողությամբ։ Թրամփը արգելել է 12 երկրներից քաղաքացիների մուտքը ԱՄՆ, որոնք են այդ երկրները եւ ովքեր են բացառության շարքում։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Ալադավթյանն եմ եւ մեր թիմի հետ ձեզ համար պատրաստել ենք ամերիկյան ամենաթարմ եւ երբեմն անսպասելի նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ սեղմեք զանգակի կոճակը։ Հանրապետականները Թրամփի աջակցությամբ առաջ են քաշել մի օրինագիծ, որը կարող է շատ երեխաներին զրկել հարկային նպաստից եւ շատ ընտանիքներ կզրկվեն ֆինանսական օգնությունից։ Ըստ օրինագծի աջակցություն կստանան միայն այն ընտանիքների երեխաները, որոնց ծնողներն ունեն ամերիկյան սոցիալական համար։ Բացի այդ, նպաստի չափը կբարձրանա $2000 փոխարեն դառնալով $2500։ Այս պահին գործող օրենքով բավական է, որ միայն երեխան ունենար սոցիալական համար, եւ ընտանիքը կարող էր օգտվել աջակցությունից, բայց նոր առաջարկը փոխում է ամեն բան։ Արդեն ծնողներից երկուսն էլ պետք է ունենան ամերիկյան սոցիալական համարներ։ Սա ուղիղ հարված է այն ընտանիքներին, որտեղ ծնողները դեռ չունեն օրինակ կարգավիճակ, չնայած իրենց երեխաները ԱՄՆ-ի քաղաքացի են։ Այս փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն անօրինական, այլ նաև օրինական բնակության կարգավիճակ ունեցող ներգաղթյալների վրա։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 75 րոպե հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, ով բացի բաց հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխան տա Ռուսաստանի ռազմաօդային բազաների վրա հարձակման համար։ Թրամփը շեշտել է, որ այս խոսակցությունը խաղաղություն չի բերելու։ Նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը։ Թրամփը նշել է, որ Իրանը չպետք է ստանա միջուկային զենք եւ այս հարցում ինքը եւ Պուտինը կարծես համաձայնության են եկել։ Զրույցի մանրամասները սկզբում հրապարակվել էին Թրամփի անձնական սոցիալական էջում, սակայն ավելի ուշ գրառումը հանվել է առանց բացատրության։ Այնուամենայնիվ, պատճենը հասանելի է վեբ արխիվում։ Ավելի ուշ Զելենսկին անդրադարձել է Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցին, նա զգուշացրել է, որ Պուտինն իրեն անպատիժ է զգում եւ պահանջել է ավելի կոշտ դիրքորոշում։ Եթե ուժեղները չեն կանգնեցնում Պուտինին, ապա նրանք կիսում են նրա հետ պատասխանատվությունը։ Իսկ եթե ուզում են կանգնեցնել, բայց չեն կարող, ուրեմն Պուտինը այլևս նրանց ուժեղ չի համարի, ասել է Ուկրաինայի նախագահը։ Սպիտակ տունը նպատակ ուներ մաքսատուրքերով ԱՄՆ վերադարձնել արդյունաբերությունը, բայց կարծես իրավիճակը հակառակն է ցույց տալիս։ Հազվագյուտ հողային մետաղների պակասի պատճառով ամերիկյան ավտոարտադրողները սկսել են քննարկել գործարանները Չինաստան տեղափոխելու տարբերակը։ Այդ մետաղները անհրաժեշտ են մագնիսների արտադրության համար, իսկ դրանց 90%-ը ներկրվում էր Չինաստանից։ 2024-ին Չինաստանը սահմանափակեց այդ մետաղների արտահանումը, ինչն արդեն ազդեց շուկայում։ Օրինակ, մայիսին Ֆորդը ստիպված եղավ մեկ շաբաթով դադարեցնել մեքենաների հավաքումը ԱՄՆ-ում մագնիսների բացակայության պատճառով։ Այժմ ընկերությունները կամ մտածում են հավաքումը բաժանել Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջև կամ հրաժարվել որոշ համակարգերից։ Խնդիրը հասել է նաեւ Պենտագոնին։ Նույն մագնիսները կարևոր են կործանիչների, հրթիռների ու սուզանավերի համար։ ԱՄՆ-ն սկսել է վերամշակել հին սարքավորումները, անհրաժեշտ մետաղներն ինքնուրույն ստանալու համար։
ԱՄՆ-ում դեմոկրատները սկսել են տարածել Թրամփի նոր մականունը՝ տակո, որը ոչ թե մեքսիկական ուտեստի անվանումն է, այլ Trump always chickens out արտահայտության կարճ տարբերակը։ Այսպես նրանք ծաղրում են Թրամփի տնտեսական ռազմավարությունը, երբ նա սպառնում է մաքսատուրքերով, բայց հետո հրաժարվում է որոշումից։ Սկզբում Թրամփը կարծել է, թե իրեն գովաբանում են, սակայն իմանալով իրական իմաստը, վրդովվել է։ Դրանից հետո դեմոկրատներն ակտիվացրել են մեմերի տարածումը Թրամփին ներկայացնելով տակոյի կամ հավի հագուստով։ Վաշինգտոնում նույնիսկ հայտնվել են շարժական սննդի մեքենա նրա պատկերով, որտեղ անվճար տակո են բաժանում։ Հունիսին ԱՄՆ-ի 130 ընկերություններ հայտարարել են զանգվածային կրճատումների մասին, սա տնտեսության անկայունության հետևանքն է Թրամփի մաքսատուրքերի պատճառով։ Մաքսատուրքերի բարձրացումը հանգեցնում է արտադրական ծախսերի աճի, ինչն իր հերթին ստիպում է ընկերություններին կրճատել աշխատակազմը։ Ամենախոշոր կրճատումները տեղի են ունենում Կալիֆոռնիայում՝ 13290 աշխատատեղ միայն հունիսին։ Նույն իրավիճակն է նաև Նյու Յորքում, Ջորջիայում, Մերիլենդում, Ֆլորիդայում։ Այս իրավիճակն արդեն զգալի ազդեցություն է ունենում այն ոլորտների վրա, որոնք կախված են մետաղներից՝ շինարարություն, ավտոարդյունաբերություն, լոգիստիկա եւ էներգետիկա։ ԱՄՆ բանակը արձանագրել է վերջին տարիների լավագույն զորակոչը, պլանը ավարտելով 4 ամիս շուտ։ Սա վկայում է բանակի հեղինակության բարձրացման եւ նոր մոտեցումների արդյունքի մասին։ 2025 թվականին գրանցվել է 61000 նորակոչիկ, ինչը 10%-ով գերազանցում է նախորդ տարվա տվյալները եւ լավագույն արդյունքն է 2014 թվականից ի վեր։ Բանակում ներդրվել են նորարարական տեխնոլոգիաներ, վիրտուալ սիմուլյատորներ, ինտերակտիվ ուսուցում եւ թվայնացված վերլուծական գործիքներ։ Այսպես զինվորները բացի ֆիզիկական պատրաստությունից ստանում են նաեւ ժամանակակից մարտավարական գիտելիքներ, տարբեր ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու փորձ։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության քաղաքականության պատճառով շատ ավելի բարդ է դարձել, բայց փորձը ցույց է տալիս, որ պատրաստված դիմորդների շանսերը շատ ավելի բարձր են։ Smart Assist-ի մասնագետներն արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավեր ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է լրացնել մեկնաբանություններ բաժնում դրված հարցաթերթիկը եւ մասնագետը կկապվի ձեզ հետ։ Ֆլորիդայում մի տղամարդ փորձել է մտնել Թրամփի առանձնատուն, հայտարարելով, թե ուզում է ամուսնանալ Թրամփի թոռնուհու հետ։ Սա նրա երկրորդ փորձն էր։ 23-ամյա տղան անցել է ցանկապատը եւ մտել տարածք, սակայն գաղտնի ծառայության աշխատակիցները անմիջապես ձերբակալել են։ Տղան ասել է, թե չի ունեցել վատ մտադրություններ, սակայն սա նրա երկրորդ փորձն էր, առաջին անգամ նրան նախազգուշացրել էին ամանորի նախաշեմին։ Այժմ նա կալանավորված է եւ կարող է ազատ արձակվել միայն $50,000 գրավի դիմաց։ Դոնալդ Թրամփը հանձնարարել է սկսել պաշտոնական քննություն Բայդենի վերջին ամիսներին կայացրած որոշումների օրինականության վերաբերյալ։ Թրամփի խոսքով կան կասկածներ, որ այդ որոշումների հիմքում կարող է լինել Բայդենի մտավոր վիճակի հետ կապված խնդիրները։ Քննությունը կվարեն Սպիտակ տան գլխավոր իրավաբանը եւ գլխավոր դատախազը։ Հատուկ ուշադրություն կդարձվի այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են ավտոմատ ստորագրության սարքով, ինչը Թրամփի կողմնակիցները ներկայացնում են որպես վկայություն, որ որոշումները հնարավոր է որ կայացվել է Բայդենի փոխարեն։ Վաշինգտոնում դաշնային դատավորը պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին մինչև հունիսի 11-ը ներկայացնել ծրագիր, ըստ որի Սալվադոր արտաքսված հարյուրավոր տղամարդիկ կկարողանան բողոքարկել իրենց կալանավորման դեմ։ Դատական գործընթացը վերաբերվում է մարտին իրականացված արտաքսումներին, որոնք կատարվել են 18-րդ դարի թշնամական օտարերկրացիների մասին օրենքով։ Թրամփի վարչակազմը պնդում է, թե այս անձինք կապ ունեն հանցավոր խմբավորման հետ, սակայն ICE պաշտոնյաները խոստովանել են, որ նրանց մեծ մասը ԱՄՆ-ում քրեական գործ չեն ունեցել։ Դեմոկրատների առաջնորդը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է հրապարակել այս գործակալների անունները, ովքեր ներգրավված են արտաքսումների մեջ։ Կուսակցական ղեկավարի խոսքով գործակալները փորձում են թաքնվել ամերիկացիներից, բայց հասարակությունը պետք է իմանա, թե ով է իրականացնում նման գործողությունները։ ICE բազմաթիվ աշխատակիցներ գործում են գաղտնիության պայմաններում եւ գործակալների անունների հրապարակումը արդեն մտահոգություն է առաջացրել իրավապահ շրջանակներում։ Նրանք զգուշացնում են, որ այդ քայլը կարող է խաթարել գործողությունների արդյունավետությունը եւ վտանգի ենթարկել աշխատակիցների անվտանգությունը։ ԱՄՆ-ի գործարարներից մեկը հայտնել է, որ մաքսատուրքերը լուրջ վնաս են հասցրել Ամազոնով իրականացվող իր բիզնեսի վրա, $10,000 սովորական խմբաքանակի դեպքում այժմ ստիպված է վճարել $16,000 մաքսատուրք։
Նախկինում նույն խմբականակի համար վճարել են ընդամենը $600 մաքս, իսկ այժմ $16,000, ինչը ըստ գործարարի հարված է փոքր ու միջին բիզնեսին, որի 98%-ը կախված է ներմուծումից։ Նա հավելել է, որ արտադրությունը ԱՄՆ-ում շատ թանկ է բարձր աշխատավարձերի պատճառով եւ ԱՄՆ-ում արտադրված ապրանքների գները սպառողի համար պարզապես անընդունելի կլինեն։ Նյու Յորքում սկսվել է աշխարհի ամենածանրաբեռնված ավտոկայանի վերակառուցումը, նախատեսվում է կառուցել թունելային ելքեր, սպասարկման կենտրոն եւ զբոսայգի։ Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ կկառուցվի ամբողջովին նոր ավտոկայարան նորացված ենթակառուցվածքներով։ Ընդհանուր ծախսը գնահատվում է $10 միլիարդ։ Աշխատանքները կտևեն 7 տարի։ Նյու Յորքի իշխանությունները զգուշացրել են, որ շինաշխատանքների ընթացքում ժամանակավորապես կփակվի 41-րդ փողոցի մի հատվածը 8-րդ եւ 9-րդ պողոտաների միջև։ Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր գործադիր հրաման, որով 12 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելվում է, իսկ 7 երկրների քաղաքացիների դեպքում կգործեն սահմանափակումներ։ Աֆղանստանի, Իրանի, Սոմալիի, Լիբիայի, Սուդանի, Եմենի եւ Հայիթիի քաղաքացիների համար կսահմանվի լիարժեք մուտքի արգելք, իսկ Կուբայի, Վենեսուելայի, Լաոսի, Բուրունդուի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիների նկատմամբ կգործեն մասնակի սահմանափակումներ։ Սահմանափակումները հիմնականում վերաբերվում են այն պետություններին, որոնք ըստ Սպիտակ տան վատ են վերահսկում միգրացիոն հոսքերը կամ ունեն վիզայի խախտումների բարձր ցուցանիշ։ Թեև հրամանը համարվում է Թրամփի վարչակազմի ամենախիստ մուտքային սահմանափակումը, այն ներառում է մի շարք բացառություններ։ Կանաչ քարտ ունեցողները, դիվանագետները, որոշ մարզիկներ եւ ԱՄՆ շահերին ծառայող ծրագրերի մասնակիցները կկարողանան մուտք գործել երկիր։ Վաշինգտոնի մետրոպոլիտենում սահմանվել են նոր խստացված կանոններ, ըստ որի ծեծկրտուքի անձնակազմի վրա հարձակվելու կամ այլ լուրջ խախտումների դեպքում ուղևորը կզրկվի մետրոյից օգտվելու իրավունքից։ Նման վարքի դեպքում կչեղարկվի ուղևորային քարտը անկախ վարկանիշից կամ տրանսպորտային պատմությունից, սակայն հարց է առաջանում, որքանով է հնարավոր իրականում ապահովել այս կանոնների խախտումը։ Շատ ուղևորներ անգամ չեն օգտագործում քարտ, պարզապես ցատկում են մուտքի դարպասներից ներս, իսկ մետրոյի աշխատակիցներն ու ոստիկանները հաճախ աչք են փակում այդ խախտումների վրա։ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր կանոններ է սահմանել դաշնային գերատեսչություններում աշխատելու համար, այժմ հավակնորդները պետք է անցնեն, այսպես ասած, հավատարմության թեստ։ Պետական համակարգի աշխատակիցները սկսած մաքրուհիներից մինչև իրավաբաններ ու բժիշկներ պետք է պատասխանեն մի քանի հարցի՝ իրենց հայրենասիրության եւ նախագահի քաղաքականությանը աջակցելու պատրաստակամության վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները միացյալ են միայն անվամբ։ Իրականում ամեն նահանգ իր պատմությունն ունի, օրենքները, քաղաքակրթությունը։ Այսօրվանից սկսված յուրաքանչյուր հինգշաբթի ես ձեզ պատմելու եմ մի նոր նահանգի մասին եւ միասին բացահայտելու ենք մեզ ծանոթ ամերիկյան երանգների հետևում ինչ կա։ Այսօրվա նահանգը Արիզոնան է, սկսենք քաղաքական իրավիճակից։ Արիզոնան ոչ կարմիր է, ոչ էլ կապույտ, սա ԱՄՆ-ի ամենաանորոշ քաղաքական նահանգներից է։ Երկար տարիներ այն համարվել է հանրապետական կուսակցության վստահելի հենարանը, բայց ամեն ինչ կարող է փոխվել մեկ ընտրությամբ։ Քաղաքներում հաղթում են դեմոկրատները, գյուղերում հանրապետականները։ Արիզոնան դարձել է քաղաքական բախման գոտի մի նահանգ, որտեղ ապագան կախված է մի քանի հազար ձայնից։ Այստեղ քաղաքականությունը միայն սկիզբն է։ Շոքը, ահա ինչն է Արիզոնայի իսկական տիրակալը։ Ֆենիքսում ջերմաստիճանը հաճախ հասնում է մինչև 50 աստիճանի եւ փողոց դուրս գալը իսկական հերոսություն է, բայց այստեղ մարդիկ ապրում են, բիզնես դնում եւ ներդրումներ անում։ Նահանգի տնտեսությունը կառուցված է արևի վրա, արևային էներգիա, բարձր տեխնոլոգիաներ, տուրիզմ, իսկ գյուղերում աճում են ցիտրուսներ, խաղող ու պիստակ։ Երբ Ֆենիքսից բարձրանում ես դեպի հյուսիս, ճանապարհդ բերում է դեպի Գրանդ կանյոն։ Դու կանգնում ես եզրին ու թվում է մի ամբողջ պատմություն է բացվում քո առջև։ Ավելի քան 400 կիլոմետր երկարություն, մոտ 1800 մետր խորություն։ Սա աշխարհի 7 բնական հրաշալիքներից մեկն է։ Արիզոնան միայն քարե հրաշքով չի ապրում։ Սեդոնա անունով մի քաղաքում մարդիկ գալիս են ոչ թե ժայռեր տեսնելու, այլ այսպես ասած էներգետիկ խաղաղություն գտնելու։ Մարդիկ այստեղ մեդիտացիա են անում, յոգա, ոմանք հավատում են, գիտնականները վիճում են, բայց տուրիստները շարունակում են գալ։ Երբ թվում է, թե արդեն ճանաչել ես Արիզոնան, հիշում ես, որ մոռացել ես նավահոններին։ Նահանգի հյուսիսում ապրում է նավահո ազգը, Ամերիկայի ամենամեծ հնդկական ցեղախումբը։ Նրանք պահպանում են իրենց լեզուն, մշակույթը, արհեստները, անգամ ունեն սեփական կառավարություն։ Նավահո ժողովրդի պատմությունն ու ներկայությունը հիշեցնում է, որ այս հողն իրենցն է եղել շատ ավելի վաղ, քան ԱՄՆ-ի ծնունդը։
Արիզոնայում հայեր էլ կան, թեև մեծ համայնք չեն կազմում, բայց Արիզոնայի Գլենդելում, Թուսոնում, Ֆենիքսում կան հայկական եկեղեցիներ, դպրոցներ, մշակույթի տներ, որտեղ կազմակերպում են ցուցահանդեսներ, փառատոներ, համերգներ։ Հայերը ներգրավված են անգամ բժշկության, իրավաբանության եւ անգամ քաղաքականության մեջ։ Արիզոնան միայն բնությունն ու պատմությունը չէ։ Ֆենիքսում, Թուսոնում եւ մի քանի այլ քաղաքներում հանցագործությունների մակարդակը բարձր է։ Գողություններ, մեքենաների հափշտակումներ, երբեմն էլ բռնություն։ Եվ վերջապես Արիզոնան ունի մի բան, որ այլ նահանգներում դժվար թե գտնես՝ անսահման մեծ տարածությունը։ Այստեղ արևը պարզապես չի շողշողում, այլ թելադրում է կյանքի ռիթմը։ Այստեղ բնությունը դաժան է, բայց գեղեցիկ, մարդիկ համառ են, իսկ քաղաքները արագաճող։ Այս ամենը իրար հետ ստեղծում են Ամերիկան ամենաանկանխատեսելի ձևով։ Այսօրվա համար այսքանը։ Շնորհակալություն, որ թողարկումը դիտեցիք մինչև վերջ։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք ձեր բոլորի նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր հաղորդումները, պարզապես բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Շնորհակալություն։